Բոլորիդ բարի երեկո, հարգելի բարեկամներ, ռուսական էջում հայերեն կլինի մեր եթերը, ասեմ, որ մոտավորապես 1 ժամ առաջ ռուսերեն եմ արել իմ եթերս անգլերեն էջում, քանի որ խոսում ենք Ռուբեն Վարդանյանի մասին եւ ընդհանրապես այն թեմաները, որը մենք շոշափում ենք անգլերեն էջում, շատ կարեւոր էր, որ ռուսերեն լինի, բայց ասեմ, որ ինձ համար արդեն համարյա նույն ձևի հեշտ է խոսալ հայերեն եւ դա շատ կարեւոր է բոլորիս համար, քանի որ ես վստահ եմ, որ նույնիսկ եթե մենք չենք սովորել հայերեն դպրոցում եւ շատ ժամանակ ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր, այսպես ասած, 40 տարեկան են, 50 տարեկան են եւ ասում են Ռոման ջան, դե հիմա երևի մեզ համար ուշ է սովորել հայերեն, բայց վստահ եմ, որ ուշ չի նաև 80 տարեկանում սովորել հայերեն, ասեմ, որ երբ ես գնում եմ մարզանքի, մարզվում եմ այո ջահել տղաների եւ աղջիկների հետ, բայց ունենք մեզ մի հատ կին, որ 84 տարեկան է եւ գալիս է պարապի, այնպես որ նույն ձևի եթե դժվար չի, պետք է սովորենք եւ սպորտով զբաղվենք եւ հայերեն խոսանք, բոլորիդ բարի երեկո, շատ երկար չեմ խոսալու, ուզում եմ մի փոքր այսպես ասած отчет տամ ինչ ենք մենք անում եւ ինչով ենք զբաղվելու մոտակա 3 ամիս լինելու է մեզ բոլորիս համար դժվար եւ ընդհանրապես երկրի համար է լինելու դժվար ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ընդհանրապես ձեր լայքերի համար եթերները կիսվելու համար դա ինձ համար շատ կարեւոր է ահագին անգամ ես ձեզ դրա մասին ասեցի ասեմ որ Այս 3 ամիսը լինելու է կարևոր երկրի համար, բոլորիս համար, քանի որ իսկապես խաղաղությունը այն երևույթն է, որը չի եղել եւ շատ կարևոր է մենք պահպանենք։ Տեսեք, հաճախ մենք խոսում ենք այդ խոսքը, այսպես ասած, լսում ենք եւ գրում ենք, բայց մինչ հիմա մենք չենք հասկանում, որ այդ խաղաղությունը, որը հիմա կա, սա պետք է ոչ թե պահպանվի, այլ պետք է ուժեղացնենք դա եւ այո մենք սպասում ենք բոլորս, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը կստորագրեն այդ կարևոր թղթերը, որպես էլ չնի պատերազմ, բայց մինչ դա էլ պետք է մենք ամեն օր շարունակենք աշխատել դրա վրա։ Նույնիսկ դուք երևի տեսնում եք, որ Ռուսաստանը, ով պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, 5-րդ արդեն տարին է, Ռուսաստանը թքած ունի մեզ նման երկրի վրա, եւ իր համար լավ կլինի, եթե մենք բոլորս լինենք, հա, ասենց թաթախված պատերազմի մեջ, կրիվների մեջ, իրար հետ ուտենք իրար եւ այլն։ Դրա համար ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, որ բոլորս գիտեք ինչքան վատ է, երբ պատերազմ է լինում, երբ կրակում են եւ մենք հիշում ենք Ղարաբաղյան, հա, այս պատերազմը, գիտեք ինչքան մենք ունենք զոհեր, ինչքան ունենք վերավոր, մինչ հիմա ունենք տղերք, ովքեր այս ֆոսֆորային ռումբերից վարվել է իրանց մարմինը եւ մինչ հիմա տանջվում են այդ տղերքը։ Այնպես որ բոլորիս համար շատ կարեւոր է, որ մենք չմոռանանք, թեկուզ 1 օրով, թեկուզ 2 օրով, չմոռանանք, որ ինչքան վատ է, երբ երկրում պատերազմ է, կամ երբ գրնդակոծում են, կամ ինչ որ մեկը զոհում է, եւ ես վստահ եմ, որ մեր հետևորդների մեծ մասը ինձ նման են մտածում, որ իսկապես եթե մենք ուզում ենք լինենք երջանիկ եւ զգանք մեզ երջանիկ, մենք պետք է իմանանք, որ սահմանում ոչ մի տղա, ոչ մի եղբայր, ոչ մի հայրիկ չեն կրակում մեր հայրիկների եւ եղբայրների վրա, դա շատ կարեւոր է եւ կարեւոր է որ դա անենք մենք, դրանք ովքեր ապրում են քաղաքներում, Երևանում, Թիֆլիսում, Ռուսաստանում, մենք պետք է հասկանանք, որ մեր գրառումները Facebook-ում եւ այն բառերը, որը մենք գրում ենք, ընդհանրապես ստատուսներ ենք գրում, կամ այդ սյուժեներ ենք մենք հա տեղադրում, այդ բոլոր մեր նյութերը, սյուժեները պետք է պահպանեն եւ այս խաղաղությանը եւ մենք պետք է իսկապես օգնենք եւ կառավարության անդամներին եւ ընդհանրապես պատգամավորներին, սա դատարկ խոսքեր չի, քանի որ ասում եմ, երբ լավ է լինում, մենք թուլանում ենք եւ ասում ենք երևի տենց էլ լավ կլինի, բայց իրականությունը նենց է, որ աշխարհը այնքան է լցված պատերազմով, այնքան է վատ իրավիճակը աշխարհում եւ պետք է մենք հասկանանք, որ Հայաստանը կարան 1 րոպեում, 1 օրում, հա, ներգրավեն, հա, ինչ որ պատերազմների մեջ, ինչ որ ռազմորկանների մեջ, այս իրավիճակը, որը ստեղծված է եւ ստեղծվում է կառավարության անդամների կողմից, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից, սա մի հատ այն իրավիճակն է, որը մենք չենք ունեցել վերջի 35 տարին եւ այս փոքր եթերում ուզում եմ ասեմ, որ
շատ կարևոր է, որ իսկապես մեր գրառումները եւ մեր ստատուսները աջակցեն այդ իրավիճակին, որպեսզի մեր ժողովուրդը ապրեն խաղաղ եւ հոգնել ենք բոլորս եւ արտասունքներից, հոգնել ենք տեսնել ոնց են, 18-20 տարեկան տղաներին տանում գերեզմանոց, սա մենք պետքա հասկանանք, որ մի հատ նոր Հայաստան ենք կառուցում եւ պետքա կառուցենք, որտեղ մեր մայրիկները պետքա չլացեն, որտեղ մեր ժողովուրդը, հիմա դուք տեսնում եք, այս հունվարի 1-ից ինչքան Հայաստանի Հանրապետության քաղաքացի գումար ինչքան դեղ են վերցրել 65 տարեկան պլյուս, օրինակ անվճար, այո, մի կողմից մեկ ասում եք ինչ լավ է, որ պետությունը այսքան գումար է հատկացրել այդ դեղերը, բայց դուք պատկերացնում եք ինչքան ունենք հիվանդ քաղաքացի, այս ինչքան մարդ ունենք հիվանդ, որ այսքան դեղեր ենք տալիս, որ ժողովուրդը կարան բուժվեն եւ вообще դուրս գան այդ վատ իրավիճակից։ Ինչայլոց ասեմ, որ այդ անվճար դեղերը եւ այդ անվճար ընդհանրապես մեդիցինսկի պոլիսը մենք արդեն արդյունքը տեսնելու ենք մի 3-4 ամսից հետո արդեն արդյունք եք տեսնելու եւ մի տարուց հետո մենք տեսնելու ենք, որ ավելի քիչ մարդ է մահացել, то есть смертность будет только и только уменьшаться եւ սա շատ կարեւոր է, այսինքն այս անվճար դեղերը, որը բոլորիդ բարի երեկո, Եվա ջան, բարի երեկո, Ծինա ջան, բարի երեկո, Գայա ջան, բարի երեկո, այդ Մուշեղ, большой привет, այդ դեղերը, որ անվճար բաժանվում է, այդքան գումարներ է ծախսում, սա արդյունքը արդեն մենք ամառն ենք տեսնելու, 1 տարուց հետո եք տեսնելու, որ ահագին մարդ փրկում ենք եւ այդ մարդիկ ապրելու են ավելի շատ 5 տարի շատ, 10 տարի շատ, 15 տարի շատ եւ ես շատ ուրախ եմ, վստահ եմ, որ դուք եք ուրախ, բայց մենք պետք է հասկանանք, որ այսքան դեղերը, որը մարդիկ ստանում են անվճար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սա ուրեմն նշանակում է, որ այսքան մենք ունենք հիվանդ մարդիկ, ովքեր կարիք ունեն, այսինքն այս մարդիկ կարիք են ունեցել, այս մարդիկ դե հեշտ չգիտեք այդ դեղերը առնել, հիմա ամեն ինչ թանկ է, եթե ինչ որ մի հատ քաղաքացի օրինակ 200,000 դրամի կամ 100,000 դրամի դեղ է ստանում, պատկերացրեք այդ 100,000 դրամը հիմա ինքը կկարողանա գնա միս առնի, միրգ առնի, չգիտեմ, շաքարավազ առնի, մի հատ օրինակ կաստրուլյա առնի, հին կաստրուլյան շպրտելու է, նոր կաստրուլյա առնելու եւ այլն, այսինքն այն գումարները, որը ինքը դեղի վրա էր ծախսում, հիմա պետությունն է ծախսում եւ այդ գումարները ազատում է ինքը կարա ուրիշ բաների վրա ծախսի։ Բայց մենք պետք է հասկանանք, ոչ թե մենք պետք է միլիարդներ ծախսենք այդ դեղերի վրա եւ մարդկանց բուժենք, այլ պետք է ստեղծենք մի հատ իրավիճակ, որ մարդիկ չհիվանդանան։ Մենք չենք կարող ուրախանանք դրա համար, որ ահագին դեղեր մենք բաժանում ենք անվճար։ Մենք պետք է ուրախանանք այն ժամանակ, երբ մեզ չի լինելու այդ հիվանդը, որպես այդ հիվանդին էլ բուժենք։ Հասկանում եք, Կարինե, большой привет։ Մեզ պետք չեն հիվանդները, որ հիվանդներն էլ բուժենք, հալամ որ անվճար էլ բաժանենք, բայց որպեսզի այդ հիվանդների քանակը քիչանա եւ սա, այսպես ասած 5-10 տարի պետք է անցնի, որ քիչանա, պետք է այդ 5-10-15 տարին լինի խաղաղ եւ նորից եմ կրկնում, եթե Դուբայի նման քաղաքը հիմա գնդակոծում են, եթե այդ ձևի պետությունը, որը Կատարը, ով կիմանար, որ Կատարում կարող է հյուրանոցներում գնդակոծեն, ռմբեր ընկնի, եթե այդ ձևի երկրները հիմա վտանգի տակ է, Հայաստանն էլ, տեսեք ինչ աշխատանք պետք է անենք, նորից եմ կրկնում, ոչ թե կառավարության անդամները, այլ բոլորս։ Եվ իմիջիայլոց ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, քանի որ մեր հետևորդները մեծ մասը այս տարիները նաև ես եմ ասել մարդկանց, գրել եմ դրա մասին, ասել եմ մի գրեք վատ բաներ, մի կրվեք ոչ ադրբեջանցու հետ, ոչ թուրքերի հետ, ոչ մեկին մի բան կոպիտ բառեր մի ասեք։ Տեսեք ադրբեջանցիների կողմից էլ ահագին մարդիկ չեն գրում վատ բաներ, եւ սա շատ կարեւոր է, այսինքն մենք բոլորս միասին մի հատ մթնոլորտ ստեղծենք, խաղաղության մթնոլորտ, որը կօգնի նաև կառավարության անդամներին, Նանա добрый вечер, Նանա Իզիլյան։ Բոլորս միտեղ մենք պետք է կառավարությանը օգնենք եւ պետությանը օգնենք, որ ստեղծենք մի հատ դաշտ, քանի որ գիտեք, երբ մենք անիծում ենք եւ մենք կռվում ենք եւ վատ խոսքեր եք ասում մեր հարևան երկրին, Ռուսաստանի նման երկիրը ավելի հեշտ կարա մեզ կռվի մեջ գցի ադրբեջանցիների հետ։ Ռուսաստանը իրան մենակ դա է պետք, որ այսպես ասած ատելության մթնոլորտ լինի ադրբեջանցուն եւ հայ միջեւ, որպեսզի այդ ատելության մթնոլորտի մեջ, ռուսերեն ասում են, искать рыбку в мутной воде, да, а чтобы найти в мутной воде рыбку, надо эту воду мутной сделать, պես պրտող ջրի մեջ ձուկ աբռնելու Ռուսաստանը, բայց այն դեպքում եթե այդ ջուրը կարա պրտոհի, այսինքն դրա համար մենք պետք է թույլ չտանք այդ իրավիճակը լինի։ Այսքանը նաև նայեք իմ եթերս անգլերեն էջում, Քնար ջան, большой привет, Աննա, добрый вечер, Ջուլիետա, привет, вот, բոլորիդ լավ երեկո, առողջություն եւ ամենալավն եմ մաղթում։